Բարև ձեզ բարեկամներ, փաստերի անակնկալների, կարճիկների հերոստալիքը Փակ TV-ն ողջունում է իր բոլոր երկրպագուներին։ Իհարկե ամեն անգամ մենք միշտ մեր ցանկացած յուրից սպասում ենք նոր փաստեր, նոր անակնկալ բացահայտումներ, իհարկե շատ ինքնատիպ կարճիկ։ Եվ այդ ավանդույթը այսօր էլ չենք խախտելու, մանավանդ որ մեր տաղավարում մենք իսկապես շատ սպասված եւ ցանկալի հյուր ունենք հայ կառուցողական կուսակցության նախագահ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Համլետ։ Պարոն Ղուկասյան, այնինչ տեղի ունենում Հայաստանում շատ դժվար է բացատրել, որտեղ դեպքերը շատ արագ են զարգանում, շատ անհասկանալի իրադարձություններ են տեղի ունենում։ Այնպեսի փաստերի կանոնատես լինում, որ հաճախ զարմանում ենք, չնայած մեր ժողովուրդը գուցե արդեն չի կորցրել զարմանալու ունակությունը։ Բայց ես միշտ ասում եմ, որ միայն Անդրեաս Ղուկասյանի ինքնատիպ հումորն է երևի հնարավորություն տալի հաղթարելու այս բոլոր տեսակի դժվարությունները։ Նախ ինչպես եք։ Շնորհակալություն եւ նույնը մաղթում եմ բոլորին, որ պահպանել, այո, դիմադրությունը մեր քաղաքական կյանքի այս հակասական եւ բավականին դժվարինս իրադարձություններ։ Տեսեք, ազգային ժողովը արդեն բավականին ժամանակ աշխատում է, կարծես թե ակտիվ է, ընդդիմությունն ավելի ակտիվ, քան երևի նախկին ընդդիմություններ, բայց կրկեցի տպավորությունը, որ մենք ունենք նախկին խորհրդարանից, այդքան էլ չի մեզանից հեռացել։ Ասում են կրկեսը վաղուց հեռացել է, բայց գլխավոր ծաղրացումները մնացել են։ Եվ իշխանությունները այս ամենում իհարկե մեծ դերակատարություն ունեն։ Դուք ինչ որ բան հասկանում եք իշխանություն ընդդիմություն այս հակամարտությունից։ Իմ եթե sense գլխավոր հայացքով ընդհանուր հայացք անել, գլխավոր միտքը որ գալիս է իշխող ուժը ունի խնդիր արդարանալ իր արևմտյան գործընկերների առջև, որ ընտրությունների այս արդյունքը իրենցից կախված չէր, դա հանգամանքների այսպես հետևանք է, եւ հիմա տեսեք ինչ ծանր պայմաններում, ինչ անտագոնիզմի, այսպես ասած, սուր պայքարի մեջ գտնվելով ընդդիմության հետ իրենք ստիպված են պետական քաղաքականությունը կուրսը տանել առաջ, ինչ ուժեղ դիմադրություն կա եւ այլն եւ այլն։ Դա իհարկե իմ կարծիքով չափազանց բեմականացված է եւ այդտեղից եւ գալիս է այդ զգացողությունը, որ սա կրկես է, սա իսկական չի, սա fake է։ Սա ոչ թե իսկական քաղաքական պայքար է, այլ ինչ որ քաղաքական շոու է, որ մատուցում են հանրությանը առաջի հերթին, որ հանրությունը սկսի նայել ազգային ժողովին ոնց որ հերթական հեռուստատեսային շոուների այդ տեսակներից մեկին եւ իհարկե ամենամեծ խնդիրը իմ կարծիքով այդ արևմուտքի մեջ արչեւ արդարանալն է, թե ինչի եղավ, որ այսպես եղավ։ Եվրոմիությունը ԱՄՆ-ն մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին իշխող ուժին աջակցելու հարցում, իրենք հստակ իրենց դրսևորեցին եւ այլն։ Եվ հիմա այդ խնդիրն է, որ տակից ոնց դուրս գալ, ոնց բացատրել, որ չի կարող այդ ուղղություններով Հայաստանը ավել հարաբերություններ զարգացնել, քան մինչ օրս եղել է, քանի որ այսպիսի ընդդիմություն ունենք խորհրդարանում, որը այսպես սուր, պինդ քննադատության է ենթարկում իշխող ուժին եւ միշտ լարված վիճակ է ստեղծում եւ խորհրդարանում եւ երկրում։ Տեսեք, վարչապետը հայտարարեց, որ շատ լավ կլինի, որ իրենց հապկից շուտ անեն եւ դա երևի
ավելի կկարճացնի ճանապարհը դեպի Եվրոմիջիան։ Ռուսաստանը անմիջապես պատասխանեց, եթե այդքան շտապում եք դուրս գալ, կարող եք դուրս գալ, ով է ձեզ խանգարում։ Բայց Փաշինյանն ասում է, դե սպասենք երբես, չեմ հասկանում, սա ինչ է, նոր մարտահրավեր է հապկին, թե ուղղակի Եվրոմիությանը կամ արևմտյան ուժերին հաջողանելու հերթական տարբեր։ Ավելի շատ երկրորդը, որովհետև պետք է նայել քայլերին քաղաքական, ոչ թե հայտարարություններին։ Հակասություն կա այդ երկուսի միջև։ 2021 թվականի ընտրություններում ես մատնացույց էի անում, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմական դաշինքը սպառվել է։ 20 թվականի պատերազմը դրա համար հիմքեր ստեղծեց նման եզրակացության համար։ Եվ անկեղծ պետք է հասկանանք բոլորս, որ 20 թվականից հետո Հայաստանն ուներ ընտրություն։ Անպաշտպան երկիր, ինչպես պիտի իր անվտանգությունը ապահովի, կամ միավորվի ինչ-որ ավելի հզոր խոշոր պետության հետ, միութենական պետության կազմ մտնելու հարցը շոշափվում էր այդ ժամանակ հիշում եք, կամ պիտի ճանապարհ գտնի իր անվտանգությունը, անվտանգության համակարգը վերականգնելու համար ինքնուրույն ինչ-որ քայլերի։ Եվ անխուսափելի էր իմ կարծիքով, ես գտնում եմ, որ ցանկացած ազգային քաղաքական հոսանք, քաղաքական խումբ, առողջություն, քաղաքական գործիչ պիտի հավատարիմ լինի Հայաստանի ինքնիշխանության, մեր ժողովրդի ազատությանը եւ անկախությունը որպես միջոց ապագա սերունդների համար պահպանելու այդ խնդրին եւ այդ առումով իհարկե միութենական պետության կազմ մտնելը դա վատագույն քաղաքական լուծումն է ըստիս եղել։ Դրանով եւ պայմանավորված էր իմ այդ դիրքորոշումը եւ իմ քաղաքական ծրագիրը, որ ես ներկայացրել էի այդ ընտրություններում, որ Հայաստանը պետք է ամփոփի իր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական ոլորտում։ Ինչպես ամփոփի։ 22 թվականին ավարտվում էր ռուս-հայկական համատեղ զորախմբի վերաբերյալ պայմանագիր։ 5 տարով են կնքվում այդ բոլոր պայմանագրերը եւ 5 տարի մեկ պետք է դա ամեն 5 տարի պետք է դա երկարացնել։ 22 թվականին Հայաստանը կարող էր չերկարացնել։ Կարող էր չերկարացնել համատեղ հակաօդային պաշտպանության պայմանագիրը եւ 24 թվականին որպես արդեն ավարտ պետք է չերկարացներ 5 տարով եւս հապկում իր անդամությունը։ Հապկում անդամությունը նույնպես հավերժ չի, յուրաքանչյուր 5 տարի անդամները այդ անդամությունը երկարաձգում են եւս 5 տարով։ Այսինքն 22 թվականին կային պայմանագրեր, որոնք ավարտում էին եւ որը կարելի էր չշարունակել։ 24 թվականին հապկի պայմանագիրը ավարտվում էր, որը կարելի էր չշարունակել։ Դա տրամաբանական, քաղաքական, պարզ, կանխատեսելի եւ բոլորին հասկանալի կուրս կլիներ, եթե հանրությունը հաստատեր այդ կուրսը ընտրություններում, թե Ռուսաստանի համար հասկանալի կլիներ Հայաստանի հետ ինչպես հարաբերությունները կառուցել, թե Արևմուտքի համար հասկանալի կլիներ, եւ թե Թուրքիան, Ադրբեջանը նույնպես իրենց հաշիվը կվերցնեին այդ քաղաքական որոշումից։ Մեր քաղաքական ավանդույթը անել մի բան, ուզել ուրիշ բան, ցանկանալ երրորդ բան, արդյունքում ստանալ չորրորդ բան, այսպիսի մենք խառնվածք ունենք, ենթամշակույթ է դա, էլի, ես կասեի։ Շատ բնորոշ է քաղաքական վերնախավին։ Խարդախության բան ունի իր հիմքում, էլի, ինչ որ գաղափարը խարդախությունն է, ոնց խաբել բոլորին։ Դերևս Հայաստանի իշխող ուժերը, թե ով ուզում է լինի, առաջի իշխող ուժը, երկրորդ, երրորդ տարբեր ժամանակահատվածների, հիմնականում խաբված իրենք են դուրս եկել։
բայց այդ մոլուցքը, որ կարելի է մի հատ սաղին ֆրցնել մեջ օգուտ ստանալ, շարունակում է մեր իշխող խավի մեջ մնալ որպես քաղաքական մեթոդ գոյատևելու Հայաստանի պետական հարցերը կառավարելու, միջազգային հարաբերություններում այլ պետությունների հետ շփվելու եւ այլն, ցավոք սրտի։ Որոշեցին երկարաձգել։ Մինչև 27 թիվ Հայաստանը երկարաձգեց համատեղ զորախմբի վերաբերյալ պայմանագիրը։ Մինչև 27 թիվ Հայաստանը երկարաձգեց համատեղ հակաօդային պաշտպանության պայմանագիրը։ Եվ մինչև 29 թիվ երկարաձգեց ՀԱՊԿ-ի պայմանագիրը։ Երկարաձգեց եւ դադարեց մասնակցել այդ խորամանկությունը ներողություն արտահայտության համար խիտրազադեստ ինքը ծիծաղալի է, բայց դա լուրջ դեմքով ներկայացնում են որպես լուրջ քաղաքականություն, ասում են, այ մենք սենց անում ենք, որ ՀԱՊԿ-ից ոչ թե մենք դուրս գանք, այլ իրենք մեզ ՀԱՊԿ-ից հանեն։ Իրադարձությունները այդպես ինչի եք այդպես անում։ Գեղչկական խորամանկություն։ Շատ ճշգրիտ բնութագրեցիք, ես խուսափում էի այդ գնահատականը տայ, այդ խոսքերով դա։ Պարզ երևում է։ Բայց դա դա է։ Հատկապես երբ տրիբունային մոտենում է այդ ամբիոնի խոսափումին երկրի վարչապետը եւ նոր այսպես ոգեորությամբ խոսում 4-րդ հանրապետության մասին, դուք պատկերացնում եք մենք շուտով ապրելու ենք 4-րդ հանրապետություն։ Դժվար չպատկերացնել, խնդիրը կայանում է նրանում, ինչ է հիմքում դրված այդ գաղափարի, քաղաքական գաղափարի։ Պետության նորացում, այո, տեղի է ունենում պարբերաբար որոշ պետություններ դա անում են, ինչի համար են անում։ Նոր պետություն հիմնադրվում է, որպեսզի ազատել նախորդ պետության ձեռք բերված կաբալային պայմանագրերից։ Երբ որ հիմնադրվում է նոր պետությունը համարվում է նախորդ պետության իրավահաջորդ։ Միջազգային հարաբերություններում բացի սահմաններին վերաբերվող հարցերից, մյուս միջազգային իր հարաբերություններում ինքը կարող է վերահաստատել բոլոր իր միջազգային նախորդ պետության պայմանագրերը։ Այսինքն քաղաքական անհրաժեշտություն նոր պետություն հիմնադրելու առաջանում այն ժամանակ, երբ որ պետք է նախորդ պետության հավաքած ոչ արդար, ոչ բարենպաստ, կաբալային, այսպես ասենք, պայմանագրերից ազատվելու։ Երբ որ Փաշինյանը ասում է, որ կա խնդիր 4-րդ հանրապետություն հիմնադրելու, իր իհարկե բերած այսպես ասած թեզը, որ պետք է ազատվել Արցախի խնդրից։ Այսինքն 4-րդ հանրապետությունը 3-րդ հանրապետությունից տարբերվում է, նոր պետություն հիմնադրվում է ոչ թե Հայաստանը ազատել անարդար ինչ-որ միջազգային պայմանագրերից, այլ Հայաստանը ազատել պատասխանատվությունից Արցախում մարդկանց իրավունքների, մարդու իրավունքների ազատությունների պաշտպանության համար։ Սա է Փաշինյանի թեզը, սա նոր երևույթ է քաղաքականության մեջ, երբ որ պետությունը նորացվում է, ոչ թե որպեսզի բարելավի մարդու իրավունքների եւ ազատությունների վիճակը, այլ ինչ որ դրանով հաստատի մարդու իրավունքները եւ ազատությունները ճնշող միջազգային կարգ։ Այստեղ մի հատ փիլիսոփայական պահ կա, Համլետ, ես ուզում եմ ուշադրություն դարձնել։ Շատերը վերաբերվում են մարդու իրավունքների հռչակագրին ՄԱԿ-ի ընդունված որպես իդեալիստական մի տեքստ, բարի ցանկություններով, հումանիստական, այսպես ասած, իդեալիզմով լի մի այսպես քաղաքական հռչակագիր, որը ցանկությունների հայտարարություն է։ Իսկ իրական կյանքը դե ուրիշ։ Իրականությունը քաղաքագիտական իրականությունը լրիվ այլ է։ Մարդու իրավունքների հռչակագիրը դա գիտականորեն մարդու փորձի վրա ձեռք բերված այդ փորձով
ձևակերպված մարդկանց համակեցության, մարդկանց գոյատևելու, զարգանալու եւ ամենակարևորը գոյատևելու выживание գլխավոր պայմաններն են։ Այսինքն այդ իրավունքները եւ ազատությունները հենց այնպես չեն շայլորեն ճանաչվել, որ մարդ ունի այս իրավունքը, պետությունը պարտավոր է դա հարգել, ապահովել եւ հնարավորություն տալ իրացնել։ Այլ դա անհրաժեշտություն է։ Առանց այդ անհրաժեշտության փլուզվում է վաղ թե ուշ պետությունը, փլուզվում է վաղ թե ուշ միջպետական կարգը գոյություն ունեցող։ Եվ մարդու իրավունքների հռչակագրում կա մի շատ կարևոր թեզ, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ունենալ այնպիսի սոցիալական կարգ եւ այնպիսի միջազգային կարգ, երբ իրավունքներն ու ազատությունները հնարավորինս ամբողջական իրականացվում են։ Ինչ է նշանակում սոցիալական կարգ։ Դա երկրում ձևավորված կարգն է ապրելու։ Միջազգային կարգն էլ համապատասխանաբար դա տվյալ պետության շուրջը դասավորությունն է միջազգային։ Փոխկապակցված է այդ երկու երևույթը։ Երկրի սոցիալական կարգը եւ միջազգային կարգը։ Չի կարող լինել արդար սոցիալական կարգ, ազատ հասարակություն, անարդար շրջապատում, հանցավոր շրջապատում։ Եվ հակառակը, անարդար սոցիալական կարգերը չեն կարող արդար միջազգային կարգ ստեղծել։ Դա փոխկապակցված է իրար հետ։ Հիմա տեսեք, մենք ապրում ենք այսպիսի ժամանակաշրջանում եւ մեր տարածաշրջանում ինչպիսի դրություն է։ Խոշոր 3 պետություններ, այսպես դարավոր խաղացողներ։ Ռուսաստանի Դաշնություն, ավտորիտար ռեժիմ, անարդար սոցիալական կարգ։ Իրան, տոտալիտար ռեժիմ, անարդար սոցիալական կարգ։ Թուրքիա, ֆեյք ժողովրդավարությունը անցնում է հիմա ավտորիտարիզմի արդեն ավելի այսպես բացահայտ փուլ է մտնում, անարդար սոցիալական կարգը նույնպես արդեն ուրվագծվում է Թուրքիայում ավելի տեսանելի է դառնում, այն ինչ որ տարիների ընթացքում փորձում էին այսպես փակ պահել եւ կարգախոսների հետևում, որ չերևա եւ այլն։ Տարածաշրջանի ներսում Ադրբեջանը դասական ավտորիտար կոռուպցիոն ռեժիմ։ Վրաստանը ավտորիտար կարգեր նույնիսկ այդտեղ քննարկելու բան չկա։ Հայաստանը, այսինքն գտնվում է այնպիսի միջավայրում, երբ որ մեր շուրջը ավտորիտար ռեժիմներ են եւ եթե Հայաստանը իր արտաքին քաղաքականությունը կապում է այդ պետությունների հետ, ինքը չի կարող ունենա արդար զարգացող ներքին սոցիալական կարգ։ Իրական Հայաստանը Փաշինյանի դոկտրինը այն է, որ իբր թե այսպիսի ավտորիտար ռեժիմների հարևանությամբ Հայաստանի ներսում հնարավոր է ստեղծել ժողովրդավարական արդար սոցիալական կարգ սուտ է։ Դա անհնար է։ Այսինքն խնդիրը գլոբալ դառնում է այն, որ միջավայրը պետք է փոխել։ Իսկ ինչպես փոխես միջավայրը։ Եվ այստեղ գալիս է այդ խնդիրը, որ միջավայրը փոխելու համար Հայաստանը պետք է մուտք գործի Եվրոմիություն, որպեսզի իր եթե ոչ աշխարհագրական, աշխարհքաղաքական հարևանները դառնան եվրոպական պետությունները, ժողովրդավարական, իրավական պետությունները։ Եվ այդտեղ արդեն այո, տրամաբանությունը կարող է աշխատել, որ եթե սա է միջավայրը, որի մեջ գտնվում է քո պետությունը, արդար միջազգային կարգը եւ ներքին արդար սոցիալական կարգը իրար հետ կարող են աշխատել, իրար հետ կարող են համահունչ լինել։ Փաշինյանի դեպքում
պրակտիկ քաղաքականությունը կայանում է նրանում, որ հանրությանը ցույց տալ, որ իբր թե Հայաստանը ունի ձգտում գնալ դեպի Եվրոպական միություն, բայց միաժամանակ ամբողջ է ինչը որ փաստացի դուք կարող եք գտնել ծրագրի մեջ, քաղաքական ծրագրի մեջ իշխող ուժի, նրա մասին է, որ Հայաստանը պիտի մնա այս ավտորիտար ռեժիմների շարքում։ Իսկ եվրոպական օրակարգը դա պարզապես հնարավորություն է, որը որ Հայաստանը ինչու՞ չէ կարող է իրականացնել։ Սա է այն ինչպես դուք արտահայտվեցիք Գեղեցկական խորամանկության որտե՞ց է սկսում, էլի։ Այո։ Տեսեք, վարշապետը ազգային ժողով բերեց կառավարության նոր ծրագիրը, որը խիստ կոպիտ քննադատության արժանացավ ընդդիմության կողմից, տեղյակ եք այդ ծրագրին, ես սպասում եք նման զարգացումների։ Ես չի սպասում, որ այդքան անկեղծ կձևակերպված կլինեն։ Սովորաբար այսքան տարիների ընթացքում կառավարությունները բերել են ամեն անգամ 5 տարվա ծրագիր եւ ծրագիրը ունի թվային մաս եւ ունի բովանդակային այսպես մաս։ Թվային մասը կարծես թե միշտ եղել է անփոփոխ զարգացում եւ այլն, մենք անընդհատ զարգացման մեջ ենք գտնվել այս տարիների ընթացքում, որը չգիտես ինչու մարդիկ այդքան էլ չեն։ Թռիչքաձև զարգացում։ Մեկ ինքը թռիչքաձև ծրագրի մեջ երբեք թռիչքաձև չի եղել, շարունակական եւ ստաբիլ աճ։ Իսկ ռեալ կյանքում մարդիկ այդ աճը ինչ որ կասկածանքով են զգում, որովհետև այսքան տարի զարգանալ ու մեծ հաշվով տեղում դա արվեստ է։ Մեծ։ Բովանդակային մասով այդ ծրագիրը տարբերվում է նախորդներից, որովհետև այն ինչը որ դե մենք լսել ենք եկեղեցու վերաբերյալ եւ այլն, դրանք ներառեցին այդ ծրագրում, ինչը որ նոնսենս է, էլի պետական քաղաքական այսպես որպես քաղաքականության մեջ այդպիսի խնդիրներ ներառելը դա աբսուրդ է քաղաքագիտության տեսակետից, բայց անկեղծ է բոլոր դեպքերում մարդիկ այդ ֆոբիաները վերեցին, ամրագրեցին եւ ասեցին սա լինելու է մեր քաղաքականությունը մեր վրա այսպես ասած հույս չդնեք մենք սա մեր հերթական զարգացում կանել այն ինչ որ ասել են կանելու ենք եւ այլն բայց գլխավոր հակասությունները ես կզարմանայի եթե իսկապես ծրագրի մեջ դրվեր ֆունդամենտալ խնդիր Հայաստանի Եվրոմիության անդամության հարցը եւ դա կնշանակեր որ կառավարությունը այդ հակասությունը արտաքին աշխարհագրական արտաքին միջավայրի եւ մեր ցանկությանը ունենալ երկրի ներսում արդար սոցիալական զարգացման համար հիմք հանդիսացող սոցիալական կարգ գտել է լուծում Եվրոմիության անդամությունը այդպիսի քաղաքական լուծում է դա չկա կա թեզ որ հնարավոր է այդ ավտորիտար շրջապատում այդ ավտորիտար տոտալիտար շրջապատում ստեղծել ժողովրդավարություն լեռներում, այսպես գեղեցիկ եւ այլ դա չի կարող ժպիտ չառաջացնել, որովհետեւ դա հեքիաթ է, որը ուղղված է միամիտ մարդկանց այդ գյուղից եկած միամիտ մարդկանց, ում որ կարելի է այսպես երևի 500 տարի առաջ շուկայում խափում էին այդ մարդիկ գալիս են, չէ, ապրանքները վաճառելու քաղաքի հարդախները ինչ որ մի բան անում էին, որ ձեռից ապրանքները վերցնեին ու ճամփու դնեին։ Եվ հիմա դա նույն երևույթն է, որը որ քաղաքական մշակույթի մեջ նենց արմատներ է դրել մեր քաղաքական establishment-ի, որ ցերունդներ են փոխվում, մարդկանց սոցիալական խմբեր են փոխվում, տեսակն է փոխվում, հա, բիզնեսմենները ինչ որ նոմենկլատուրային գործիչներով են փոխանակվում եւ այլն, բայց այդ
երևույթը մնում է խորագույն, այսպես ասած, մեջը եւ դրված է քաղաքականության հիմքում։ Եթե քաղաքականությունը խաբեության վրա չի հենված, ուրեմն ստից բան է, էլի։ Հայաստանում այդպիսի մի հատ բան կա, էլի, թեզ կա, էլի, եթե ազնիվ քաղաքականություն ես վարում, ուրեմն լոխ ես։ Պետք է անպայման քաղաքականության միտքը, մարքեթինգը հենված լինի, որ պրոդուկտը, որ դու փորձում ես վաճառես, ինքը մեջ փտած է, խնդիրը ոնց վաճառես։ Հանգարց չփորձեք իրական քաղաքական պրոդուկտներ բերել հասարակական դաշտ։ Այս կարգախոսով մենք 30 տարի ապրել ենք եւ հիմա արդեն չկրկնվեմ, այս քաղաքական ծրագիրը դրա ոնց որ ասած վավերացումն է, որ 5 տարի էլ պիտի մենք այդ արագացի շուրջը բարենք։ Պարզ է։ Տեսեք, պարոն Ղուկասյան, հերթական ժողովը բանակում, սա, չգիտեմ, սա ողբերգություն է։ Սա շատ վատ ազդանշան է, որովհետև այն ինչ որ հիմա անվտանգության ոլորտում, ռազմական ոլորտում, աշխարհում կատարվում է, էական հեղափոխական փոփոխություններ, էական հայացակարգերի վերանայում։ Կարծես թե մեր ռազմական էլիտային, մեր քաղաքական ղեկավարության մասին չեմ ասում, առհասարակ չի վերաբերում։ Մեր բանակը շարունակում է իր իներցիոն կյանքով ապրել։ Կարծես թե պատերազմ չի եղել, կարծես թե ոչ մի բան չի կատարվում, այդ տեխնոլոգիական փոփոխությունների առումով եւ վերարտադրվում է այն, ինչ եղել է տարիներ շարունակ։ Ոչ թե բանակի տրամաբանությամբ, մարտական տրամաբանությամբ կազմավորված զինված ուժեր, այլ պահակախմբի տրամաբանությամբ կազմակերպված ինչ-որ կառույցներ։ Այսօր դա կարելի է ասել մեր, գիտեք, եթե պահակախմբին դրոն տան և կամերա տան, ինքը չի դադարում պահակախումբ լինելուց։ Պահակախմբի տարբերությունը զորախմբից մեծ է։ Մենք բոլորս գիտենք Հայաստանում պահակ ինչ բան է, չէ՞։ Մարդ է, որը որ միտեղ նստած, քնած է, որ բաները, տերերը մտածեն, որ բոլոր միջոցները ձեռնարկել են, որ բան չգովանան, բայց իրականում Աստված ոնց կլինի։ Այո, դա պետք է գողանում։ Ինչքան կստացի։ Մեր բանակի թերությունը եղել է հենց այդ պահակային իր բովանդակը։ Պահակային ծառայություն է, գլխավոր ծառայությունը, նույնիսկ մարտական հերթապահություն դա դժվար է անվանել եւ իհարկե դա ծնում է այս բոլոր երևույթները ծնել է միշտ, շարունակում է ծնել եւ ինչ եք ուզում պահակներից։ Պահակները հայլուն գաղափար է ասում վարշապետը, ասում է մեր զինվորները պոստում քնած են, որովհետեւ խաղաղություն է երկրում տիրում, դրա համար էլ քնած այդպես որովհետեւ իրենք պահակ են, ոչ թե զինվոր։ Զինվորը չի քնում պոստում։ Դե չէ, ասում է, այնքան խաղաղությունը մենք ապահովել ենք, որ կարող եւ քնել։ 10 տարի առաջ էլ էին քնած, 20 տարի առաջ էլ էին քնած եւ այլն։ Դա գալիս է, դա հենց այն ցուցիչն է, ինչով է պահակախումբը զորախմբից տարբերվում։ Այո։ Եվ Փաշինյանը ստեղ իր ստեղծագործական իսկ այդտեղ այդ կրկեսային առումով վերջ-վերջը կրկեսը ինչ է, դա իրականության չէր իրականության շուրջ, բայց հակառակ ձևով ներկայացումն է, ինչը պիտի որ զվարճացնի մարդկանց, չէ՞։ Այո։
Եվ նման մեկնաբանությունները, որ պահակ քնած է, որովհետև խաղաղություն է, դա մարդկանց ծիծաղացնելու, զվարճացնելու համար է իրականում, էլի։ Ընդ որում մարդկանց, որոնք որ կյանքում հեռու են այն պատկերացումներից, ինչ բան է առաջնագծում, առաջնային դիրք, դազոր, ինչպես է կազմակերպված այդ հերթապահությունը, ինչի համար է վերջո կազմակերպված եւ այլն եւ այլն։ Գլխավոր խնդիրները Հայաստանի համար եղել են եւ շարունակում են մնալ, որ եւ 20 թվականին մենք եկանք բավականին խախուտ ռազմական դոկտրինայով եւ բավականին այսպես մարտական ռազմավարությունը զինված ուժերի բալանսավորված եւ դրամաբանորեն ավարտուն չէր։ Նիկոլ Փաշինյանը 20 թվականին ուզում էր պատերազմ։ Քաղաքական որոշում էր կայացրել, որ հայերը պետք է գնան պատերազմ։ Այդ պատերազմում ինքը որպես քաղաքական ղեկավար, որպես բանակի այսպես վերջի ացիան, հա, գերագույն հրամանատար պատերազմի դեպքում սահմանադրության պիտի դառնար։ Ինչ որ առաջադրանք չէ՞ պիտի ձևակերպեր։ 20 թվականի պատերազմում Պաշտպանության բանակի Արցախի եւ Հայաստանի զինված ուժերի, Հայաստանի բանակի ռազմական առաջադրանքները որոնք էին։ Մենք դա իհարկե կարող ենք իմանալ միայն իշխանապողության դեպքում, եթե նոր իշխանությունները բացահայտեն այդ քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Եթե իհարկե այդ զեկույցում այդ հարցերը բացահայտված են։ Փաստ չի, որ եթե զեկույցը կա, այդ հարցերը բացահայտված են։ Բայց այդ հարցերը կան։ Նարդիկ այսօր, չէ, մարդը ամբիոնից ասում է, հա, արել ենք, լավ ենք արել, պատերազմ ենք հրահրել, որպեսզի այսօր խաղաղություն լինի։ Այսինքն, իսկ ո՞րն էր եղել ձեր ռազմական պլանը։ Պատերազմը հրահրել ու պարտվել, որ այսօր խաղաղություն լինի։ Բա որ կրեիք։ Ինչ այսօր պիտի լիներ, հա։ Օй, ժամանակ ես պատկերացնում եմ։ Այդ ժամանակ հիմա ավելի վատ վիճակ, ավելի հեռու կլինենք խաղաղությունից, հա։ Այո, հիմա խաղաղությունը մոռացած ենք։ Աչքերս կցեին արդեն հարևան պետությունների սահմանների։ Դե համել, տեսեք, ռազմական գիտությունը, ռազմական դոկտրիները տարբեր, իրենք մի գլխավոր միտքի շուրջ են պտտվում, որ պատերազմները արվում են ավելի կայուն, ավելի ամուր խաղաղություն հաստատելու համար։ Գոնե առնվազն մի կողմի պատկերացումներով։ Այսինքն բարբարոսական պատկերացում է, որ եթե հաղթեցիր, դա ճանապարհ է բացում նոր զավթումների համար։ Եվ աշխարհը, որ մեջ մենք ապրում ենք, այդպեսին չի։ Պարզապես այդպիսի քաղաքականություն բացառվում է այս 21-րդ դարում։ Այսինքն, այստեղ այդ հարցերն են գալիս, ինչ մարտական առաջադրանքներ, ինչ խնդիրներ կային 20 թվականին, մինչև 20 թվականը զինված ուժերի առջև։ Եվ ինչ խնդիրներ են դրվում այսօր։ Եվ ինչ խնդիրներ է ուզում պետությունը լուծել, ունենալով 200-ից ավել սարերում առաջնագծում ինչ որ առաջնային դիրքեր, որտեղ նստած են զինվորներ, որոնք նաև քնում են պոստում։ Որ խնդիրն է դա։ Ռազմական ոլորտի մասնագետները կասեն, դե առանց դրա անհնար է եւ այլն եւ այլն, եւ այստեղ ես այդ դրանով ուզում եմ այդ միտքը բացահայտեմ, որ նայեք Ուկրաինային, արդեն այդպես չի։ Ավտոմատացում, ռոբոտացում, մարդուն փոխարինում են համակարգերը, որոնք որ նաև մարդկային գործոնը, մարդկային գործոնի սխալները, մարդկային գործոնից բխող հետևանքները վատ վերացնում են։ Բայց դա տեղի է ունենում այնտեղ, որտեղ պետությունը հստակ հասկանում է զինված ուժերի առջև ինչ առաջադրանք է դրված։ Իսկ զինված ուժերը պահակախումբ չեն, այլ իրոք զորախմբեր են, որոնք որ
մարտական գործողությունների համար են նախատեսված, ոչ թե խաղաղության պայմաններում խրամատում այսպես նստել եւ պահակություն անել, ինչը պահակություն անել པարզ չի, ինչը պաշտպանել པարզ չի, ինչ կարա այդ մի ջոկը պաշտպանի սարերի մեջ նստած իր խրամատում, այսօր པարզ չի դա։ Եթե 20 տարի կարելի էր ասել, այ սա է ամուր պաշտպանության ձևը, այսօր արդեն այդ թեզերով առաջ չես գնա։ Դե պաշտպանության նախարարությունը ունի ցուցադրական մաս, այսքան նորարարություններ, այսքան բաներ, բայց եթե այդ ամենը չի բերում ռազմական ուժերի վերակազմակերպմանը, ռազմական ուժերում մարտական տեխնոլոգիաների, տակտիկական, ռազմավարական կարգերի փոփոխությանը, բա ուր այդ ամեն ինչը գնում էլի։ Տեղել առաջանում է այդ տեխնոլոգիապես զինված պահակ երևույթ էլի։ Երբ որ բովանդակությամբ կառույցը հինն է, բայց ստացել է թազա սարքեր, թազա ինչ որ միջոցներ, բայց բովանդակությունը նույնն է մնացել։ Եղավ, շնորհակալ եմ պարոն Ղուկասյան, ես ասեմ, որ ձեզ հետ իսկապես եւ հեշտ է եւ ինչ որտեղ դժվար չհամաձայնվել է, բայց ամենակարևորը ներքին լավատեսությունն է ձեր ինձ համար հաճելի։ Ես վստահ եմ, որ այս սուտի վրա բոլոր կառուցված ռեժիմները Ռուսաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում, իսկ հիմա Փաշինյանը մեծ ջանքեր է գործադրում, որ կատարյալ սուտի վրա պետություն ստեղծի։ Այսինքն այդ 4-րդ հանրապետության գաղափարը ըստ էության որն է, որ ոտնահարելով, զոհաբերելով, ոտնահարելով, տրորելով Արցախի հայերի մարդու իրավունքները եւ ազատությունները, այսինքն պնդելով, որ իրենք իրավունք չունեն ունենալ այնպիսի արդար միջազգային կարգ, երբ որ հայրենիքում կարող են ապրել ազատ եւ իրենց իրավունքները իրականացնել, այդ դրա հիման վրա, այդ այսպես ասած գնով կարելի է սարքել պետություն։ Այդ պետությունում ստիպված պիտի լինեն բոլոր դասագրքերից մաքրել շատ դրվագներ իրական պատմության։ Այո։ Այդ գրքերում ստիպված կլինեն մանիպուլյացիաներ եւ սուտ մեկնաբանություններ ներկայացնել որպես ճշմարտություն։ Այդ պետությունում ստիպված կլինեն այլախոհների բերանը փակել նրանց, ովքեր որ ասելու են, որ մածունը սև չի սպիտակա, եւ դա այդ մի անգամ մենք այդպես անցել ենք այդ բաներով խորթային չէ ժամանակահատվածում, դա դասական այդ ստի վրա կառուցված պետության մեջ ապրելու մթնոլորտն է մարդկանց, երբ որ բոլոր մարդիկ գիտեն, որ սա սուտ է, բայց պետության դիրքը սա է, սա սենց է, սա լավ է, սա բոլորին լավ է։ Դել ամենամեծ սուտն է լինում, հենց ապրում այդ պետությունը, հետո գմփում է մի օր, ոչ մեկ նույնիսկ հետո չել հետևից գալի, էլի, այդ սուտի, էլի։ Այո։ Երբ որ Օրտային միությունը, հա, այդ կոմունիստական կուսակցությունը չէ որոշեց, որ քաղաքից դուրս է գալի, Հայաստանում պարզվեց, որ կոմունիստական կուսակցության անդամները մնացել էին մի քանի հոգի, չէ, հազարավոր տոմսը կոմունիստական փողարժեր, փող էին տալիս, որ կուսակցության ծանոթներ էին գցում եւ այլն, իսկ հետո մարդիկ գնացին, այդ շպրտեցին իրենց պարտ տոմսերը փող արժեք ունեցող, էլի։ Այո։ Մենակ այսօր ԿՊ-ի պարտատոմսը ինչ արժեք ունի, էլի, ես չգիտեմ։ Վիրտուալ ինչ որ մի բան է, եթե տպած սարքած չունեն, նույնիսկ վաղը եթե փլուզվի, ԿՊ-ն, չէ, այդ հաշացի ԿՊ-ի պարտատոմսը բան չի, գին չի, էլի։ ԿՊ-ին է, թե ԿՊ-ին է։ Նույնը ՀՀԿ-ն, չէ, հզոր կուսակցություններ, տասնյակ հազարավոր անդամներով եւ այլն։ Այո։ Ուր է այդ ամենը։ Դեն հայտնի հեքիաթը, ով այնպեսի սուտ ասի, որ ասեմ սուտ է, թակավորությանս կես է կտամ նրան,
Այսօր այդպիսի մարդիկ որքան ուզեք։ Հա, եւ այդ մրցակցությունը մի սուտ օրինել արնակում է պետության շուրջ այդ օրվանից որ թագավորը այսպիսի բանով դիմեց եւ դա բնած քաղաքականության մեջ։ Մի սուտ օրինենք աշխարհ հավատա։ Շնորհակալ եմ որ եկաք։ Ես եմ Շնորհակալ եմ նաև իհարկե ձեր ներքին հումորի համար։ Շերի բարեկամներ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ քաղաքագետ Անդրեաս Լուկասյանն էր Փակ TV-ի տաղավարում։ Այսօր այսքանը, ցտեսություն։